Առաջինը Հայաստանում Nest կուտակային ամենամեծ համակարգը, որի շնորհիվ կարող եք կուտակել միավորներ ձեր ավտոմեքենայի ամենօրյա ծախսերից, պարզապես օգտվելով բոլոր այն բենզալցակայաններից, գազալցակայաններից ու ավտոտեխսպասարկման կետերից, որտեղ փակցված կլինի Nest տարբերանշանը։ Դե իսկ կուտակված միավորներով կարող եք կազմել ապահովագրական պայմանագիր։ Շտապեք ձեռք բերել ձեր Nest քարտն անվճար, զանգահարելով 060 540 540։ Բարև ձեզ բարեկամներ, ուրախ եմ ողջունելու մեր բոլոր հեռուստադիտողներին։ Ամեն կիրակի ես էլ ձեզ նման սպասում եմ այն պահին, երբ Buzz TV-ի տաղավարում նորից կհյուրընկալենք աստղաբան հոգեբան Լուսիա Հակոբյանին։ Եվ ահա ավանդույթի համաձայն Տիկին Լուսիան նորից մեր տաղավարում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, օրը բարի մեր ժողովրդին։ Տիկին Լուսիա, իսկապես շատ ծանր ու դժվարին օրեր ենք ապրում։ Հոգի շատ ալած լինում։ Ես տեսնում եմ, դուք էլ անտրամադիր եք։ Ես հեռուստայտողներին ասեմ, որ Տիկին Լուսիան նույնիսկ երեք երբ խոսում ենք, որ պիտի տաղավար գա, ասեց, որ միգուցե հետաձգենք հաջորդ կիրակի։ Ես ասեցի Տիկին Լուսիա, մարդիկ մեզ սպասում են, մենք իրավունք չունենք մարդկանց հուսախաբ անելու համար, որտեղ դեռ պարզ չի թե հաջորդ շաբաթ ինչ է լինելու։ Մենք այնպիսի ստրեսների միջով անցանք, որ շատ դժվար է ասել, թե վաղը ինչ կլինի, թեկուզ մի ժամ հետո ինչ կարող է լինել։ Այնպես որ Տիկին Լուսիա, ճիշտ է կարել, որ եկել եք, ուրախ եմ։ Ինքը տարին անակնկալների տարի է, ես տարվա սկզբից եմ ասել, ներող կլնեք, արդեն ձայնս լրիվ նստել է, շատ հուզված է, շատ, գիտեք սիրտս ինչի է շատ տանջվում, 18 տարեկան կոկոմների համար, իրանք կոկոմ են, 18-ից 21, եթե վերցնենք հանուն հայրենիքի, դա մի քիչ են չի, իրանք չգիտեն ուր են գնում, հիշում եք, որ նոր սկսվեց պատերազմը, արդեն սկսվեց, ինչքան մարդ ոտքի կանգնեց, ինչքան այդին կոմիսարիատներում հերթ են կանգնել, արուն տալու, այն ինչ կատարվեց, մենք այդտենց ժողովուրդ ենք, մենք էքստրեմալ ենք, մենք մի բան լինում է բոլորս հավաքվում ենք ու ոչ մեկի մտքով չեր անցնի, որ ինքը գնում է կարկուտների տակ ընկնի, գիտեն առաջվա պատերազմներ լինելու։ Կարկուտներ էր թափում, անձրև էր, սելավ էր վերևից գալիս։ Ես որ ասում եմ պատերազմ չի լինի, ինչը որ եղել է անցյալի Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Այո։ Այդ 90-ականների պատերազմը չէր։ Այդ պատերազմը չէր ու մենք կռվում ենք հզոր պետությունների բանակիտը։ Չգիտեին մեր երեխեքը չգիտեն։ Ինչ հերոս տղաներ կորցրեցին։ Այդտեղ է սիրտս մխկտում։ Ու այդ մայրերը որթե կորուս, իրենք իրենց տանը նստած, ես զրուցում եմ, գիտեմ, լուր իրանց սուքը տանում են ու էլ աղոթում են։ Բայց հիմա այդտեղ այդ միտինգավորները, որ հավաքվել են, այնտեղ իբր կամ մայրեր, որոնք էլի որտեղ կորուս են, սպիտակ բլուսկայով հագած ու գոռում են։ Ես չհավատացի, որ ինքը որտեղ կորուս է, որտեղ կորուս մայր իրոք է ցավը վիշտը բերանը փակա։ Բերանը փակ, իր ցավը իր տան գնում, իր շրջապատով տանում է իր ընտանիքում։ Լուր ու մունջ։ Լուր ու մունջ, սա էլ է դավաճանություն։ Եթե մեր տղաները հենց թեկուզ վարչապետ իմանար, որ Շուշիում կլիներ դավաճանություն, որտեղ Շուշին մենք հանձնեցինք դավաճանության պատճառով։ Զուտ դավաճանություն, որտեղ ես ասացի, չէ նորից եմ կրկնում, շատ զինվորականներ հետ եմ գնացել եմ, հանդիպել ենք, խոսել ենք շատ հարցեր։ Երեկ էլ նորից հանդիպում ունեցա, էլի պագոնավոր չինով մարդիկ են, հասարակ չեն, եւ տղաներ կան, որ իրոք կռված են, եւ ընտեղ են իրենք, եւ եկան, հանդիպել եմ, այն մարդիկ շատերը հետո եկան արդեն, բոլորը մի տղա ասեց, ես 178 ավտոմատ եմ վերցրել, 178, այդ թուրքերից, շուր եմ գալի, տեսնում են չկա, զենքերը չկան, ինչ եղավ։ Այդ որ հիմա այդքան, ես չգիտեմ ինչ բառ ասեմ, ամբողը, հավաքված ամբողջ տեղ հրապարակում, կառավարության շենքի առաջ, ուր են իրանք պատերազմի ժամանակ, որ մեծ ապշելու բան է, իրանք դավաճան են, ուրիշին դավաճան են ասում։ Շատ ամոթ էր, որ մտան կառավարության շենք,
խուժանը, տենց բար խուժանը մտավ, դա հրաման տված էր, մարդ պետքա, չգիտեմ ինչքան հիմար լինի, որ չհասկանա։ Ինչ որ մեկի հրամանը, որ կմտնեք, կջարդեք, կավիրեք, կծեծեք, Փշրեք։ գողություն կանեք։ Ավելին, ոչ միայն կառավարության, ազգային ժողով եւ այնտեղ ծեծում են ազգային ժողովի նախագահին։ Դա շատ ամոթ բան է։ Շատ ամոթ ու ծիծաղեցնել ենք տալի մեր թշնամուն։ Ալիևի իր կաբինետում նստած ծիծաղում է։ Նայում եմ զզվանքս գալիս է։ Ու ինչ, ով արել Փաշինյանն է արել։ Ես Փաշինյանին, պարոն Խուշչյան, ոչ կուրք եմ սարքում, որտեղ չի կարելի մարդուն կուրք սարքել, 1, 2-րդ։ Չեմ էլ արել երբեք կուրք։ Ոչ մեկին չեմ անում, իսկ իմ երեխաներին չեմ անում, որ մնաց վարչապետին անում։ Չեմ սրբացրել, որովհետև մահկանացուն իմ համար սուրբ չի։ Ու ոչ էլ գովաբանել եմ, որտեղ ես չգիտեմ ինքը ով է, որ ես իրան գովաբանեմ, հետնել բաժակ-բաժակի չեմ խփել։ Ես իրան պաշտպանել եմ ու հիմա էլ կարամ պաշտպանեմ։ Դա պաշտպանելն ուրիշ է, գովաբանելն ուրիշ է։ Ես ասել եմ, քանի հաղորդման կրկնել եմ, եթե Քոչարյանին էլ, որ շատերը կան չեն ընդունում, ինքը հիմա գա վարչապետ, նույն ձև իրեն պաշտպանել է։ Որովհետև չի կարելի երկրի նախագահին փնովել, չի կարելի։ Սխալ բաներ շատ է ունեցել Փաշինյան, ասել եմ, այո, շատ բան, իր ամենամեծ սխալը կրկնել եմ։ Չլսել ինքը չի լսում, ոչ մեկին չի լսում։ Ու որ ամսից եմ ասել, երբ որ ընտրվել է, կողքը թիմը լավը չի, ճիշտ չի եւ շրջապատված է թշնամիներով, դավաճաններով։ Այո, Շատերն են հարցնում, երբ է գնալու Փաշինյանը։ չի գնա դեռ։ Դեռ չի գնա։ Դեռ չի գնալու։ Ամոթ է որ գնա, ինքը դեռ չի գնա։ Իրավունք չունի գնալու։ Ոչ։ Նայեք, բոլորս 3 նախագահները, որ ընտրվեցին, ես քաղաքական գործիչ չեմ, ինչ էլ որ խոսում եմ քաղաքականով չեմ ասում աստրոլոգիայում, որտեղ Մոնտանը աստրոլոգիան դա հստակ բացատրություն, դա քաղաքական հաստատաբանություն է կոչվում։ Այս 4 նախագահներ առաջինը Ացեղջուր, դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր, երկրորդը Քոչարյանը Կույսեր համաստեղությամբ հողի նշանելի, որ պետք է եկել էր այս երկիրը ծաղկացներ, շենացներ, շինարարություն աներ, այն փլուզումից երկրաշարժից ու պատերազմից հետո 2 տարի արեց, այդ հերքելու չի, բայց հետո ինչ արեց։ Ես չեմ խոսում այդ հարցը, որտեղ բոլորը հետո եկավ Սերժ Սարգսյան Խեցգետ ինջերի նշան, որ տոնտեղ հայրենիք է նշանակում, հայրենիք, սահմաններ, ընտանիք, բայց այդ թվերին ինչքան էմիգրացիա եղավ, ինչքան քոչեցին Արտագաղթը սարսափելի էր։ Շատ ընտանիքներ փլուզվեց նյութականից ելնելով։ Նյութական մարդիկ տոկոսների տակ ընկան, ինչքան վաշխառուներից տուժվեցին ու պատիժներ չստացան, որտեղ այդ իրանք էր եւ սահմանների հարցը այդ ժամանակ որոշվեց արդեն իր կառավարության ժամանակ։ Ես թվեր բաներ չեմ ուզում հիշեմ, որտեղ դա ինձ համար այդքան կարևորել չի։ Ու հիմա անավարտ էր դա համարվում։ Անավարտ եւ պատերազմներ անավարտ համարվել եւ այդ գործարքներ անավարտ համարվել այդ հողերի հանձնման ու եկավ արդեն հասավ երկվորյակին օթի նշանը որ բոլոր նախագահներն էլ վերևից ընտրված են համարվում բայց Փաշինյանը առավել եւս որտեղ օթի նշան է ինքը համարվում իր մարս մոլորակը խոյ համաստեղություններ անցավ անգամ ասել են նույնն էլ Արայիկ Ղարաբաղի նախագահ ազգանունի Հարությունյանը նույնն էլ Իրանը Նրանք առաջնորդ են համարվում, որ հոտը հետևից պետքա տանեն, բայց այդ են խոյն է, առաջնորդը ոչխարների հոտի, երբեք բնությունը այդպես է ստեղծել, որ իրանք երբեք իր հոտին անդունդ չեն տանի, ոչխարը այդպես է բնության մեջ, աստված տենց է ստեղծել, բայց որ հետևից փախնում են, սրիկաբաներ են անում, դավաճանում են, այդ ղեկավարը մեղավոր չի, ունդեղ ուրիշ մոլորակներ կան, նույն էլ նախագահի համար եմ ասում Արցախի մեկը աղեղնավոր է, մեկը երկբորյակ է, մեկը կրակն է, որ դիպուկ տեսուր ես գնում եւ ինչ ես գնում, կամին ինչը պետք է ունենա նպատակ, իսկ բանին Նիկոլ Փաշինյանին է, որ դա խոսքն է, ինտելեկտն է եւ միջև մի հատ նորից հիշեցնեմ 22 թվականի հունվարի վերջ դեռ ինֆորմացիաները սուտ, դեսինֆորմացիաները շատ է գնալու աշխարհով մեկ շատ բաներ սուտ լինելու չպետք է հավատալ, սուտը կեղծիկը շատ է, ես երեք մի հոդված եմ կարդացել, ես ապշել եմ, ես չեմ կարող դա չասել, ապշել եմ ու շատ ամոթ է ու չեմ հավատում, իբր վեհապարը Ղարաբաղի
Պարքև Սրբազանը։ Պարքև Սրբազան անեցք է տվել Փաշինյանի ընտանիքին։ Հավատում եք տենց բան։ Այո։ Դե ես էլ եմ կարդացել Facebook-ում։ Հավատում եք, որ վեհապարը անից է։ Վեհապար չէ, Սրբազանը։ Այս Սրբազանը ներողություն սխալած անից է։ Ուրեմն ինքը ճիշտ մարդ չի, եթե պիտի Դե անեց։ եթե Արցախի թեմի առաջնորդը կարող է նման Ես չեմ անեցք հավատում։ Արդեն իր անունն էլ է շահարկում։ Չեմ հավատում, որ Չէ, ի վերջո Պարքև Սրբազանը այն մարդն է, որ իր կյանքով ապացուցել է, թե ինչքան է նվիրված ինքը։ կռված մարդ է։ Այո։ Շատ հումորով։ Ես գիտեմ։ Ես այդ տեսեք ինչեր են գրում։ Մի կին այն ասում է բազարն է բաբը, տենց բարկա է։ Այո, շուկայական կին։ Չի սազում շուկայական կին, բառը մի քիչ կուլտուրական է դա։ Ինտերվյու է տալիս իր տանից, թե չգիտեմ որ մի տեղից Արայիկ Հարությունյան, հա, համռան եմ հասկանը, սպանել են, Փաշինյանն էլ չգիտեմ ուր է փախել։ Չէ, դեզինֆորմացիան իհարկե սարսափելի է այս օրերին, այնպեսի բաներ։ Այդ երկար է տևելու։ Երկար։ Երկար կտևի այդ ինֆորմացիաները ոչ ճիշտ։ Այդ որ այդքան հավաքվել են հրապարակում, ինչի չգնացին պատերազմ։ Այդքան տղամարդ ես չի տեսել մեր քաղաքում այդքան շատ տղամարդ։ Ինչի չեն գնացել, են 18 մատխաշ երեխեքին են դեմ տվել, տատի ասած Գյուլի Բերան, ինչի են այդպես հարել։ Նրանք էլ այդպես դոշները տված հայրենասիրություն առանց հասկանալու գնում են։ Պեյլեմ կրկնում հզոր բանակի առաջ ժողովուրդ գնացել են կռվելու։ Մենք ինչ ունենք, մենք ոչ մի բան չունենք, ոչ մարդ ունենք, ոչ զենք ունենք, ավտոմատով դուրս կարաս խփես։ Այո, Կալաշնիկովի դարն անցել է պատերազմերում։ Սիրան ոնց գետնին հողին հավասարացրեցին, էլի դրանք են։ Ամբողջ նոյեմբեր ամիսը դա կարիճ համաստեղությունն է։ Նորից էլի կրկնում եմ, որ գլուխները լավ մտնի մարդկանց։ Ինքը համարվում է կրիմինալ ամիս, մահերի, մոգական ամիս է կախարդությունների, դավաճանությունների եւ հիմա շատ շուտ բոլոր դավաճանները դուրս են գալու ջրերից, արդեն սկսվել է դա, արդեն մարդիկ իմանում են ով եւ ինչը։ Հիմա ամսի 15-ը նորալուսին է սկսվում։ Եվ մարսմոլորակը վերջապես, որ ես արդեն քանի ամիս է նույն բան ասում եմ, վերջապես սկսվել է նորմալ ընթացքը, միջև այդ ընթացեր գնում, որը կտևի միջև հունվարի 8-ն է, ես միշտ ասում եմ ավել եմ տալի մի քանի օր, միջև հունվարի 10-ը կսկսի նորմալ պտտվել։ Այդ կրակոստեն ասեցի կդադարի, բայց դեռ պատերազմի ավարտը չի։ Դեռ գնալու է հրահարություններ, դեռ կգնա։ Դավաճանությունները նորից կան եւ ամեն դավաճան իր պատիժը վերևից ահավոր ստանալու է։ Որովհետև հայրենիք են դավաճանել, ինչ չի դավաճանել, հայրենիք է դավաճանել, բայց այս հայրենիքի մեջ է։ Ու այդքան երեխեքի արունը դեռ չի չորացել արուն այնտեղ հողին, իրանք կանգնում գոռում են, ինչեր են գոռում այնտեղ։ Այդ դրանից է սիրտս լաց լինում։ Ու չի կարելի սահմանադրականով ինը չի կարելի այս պատերազմական լարված վիճակում միտինգներ անել, ինչ իրանք չգիտեն։ Դե ռազմական դրություն է, բնական է, չի կարելի։ Փաշինյանը դեռ կմնա, ինչքան էլ կորգրան դեռ դեզերքը չի թողնի, որ ինքը դուրս գա, իր ծրագիրը կլրանա, ինքը դուրս կգա, ինքը միշտ չի տևի, տարիներ չի։ Ծրագիրը կլրանա, դուրս կգա, բայց ով կգա, ոչ ոք չգիտի, ոչ ոք։ Իսկ այն առաջվա կլանը, որ այդքան կրկնել եմ, չի գալու, որտեղ ես 3 տարի առաջ տեսել եմ, երկուսն էլ համարվում են մեռած կոտու մեջ, մեռյալ կոտու մեջ, այդպես է։ Կարող է իրանց թիմից մարդ կա, ես չգիտեմ, բայց իրենք որ չեն գալու։ Նախկինների վերադարձը բացառվում է։ Այո։ Դիգդուսյա, այնուամենայնիվ, ինչ ելքեր եք տեսնում այս վիճակից։ Ես ինչ ելք եմ տեսնում, ես գրեցի, անդադ գրում եմ մի բան ասա, ինչ ես լռել, ես բան չունեմ ասելու, որտեղ ահա որ լարված են ու տեսնում եմ այն խուժանը շատ ավելի։ Ես վերևից եմ նայում, այդ կարիճ համաստեղություն ասեցի, մոգական ամիսա, Ադրբեջանում վհուկներ աշխատում են մեր Հայաստանի վրա, վհուկներ, կախարդներ։ Հիշում եք անցյալ հաղորդմաններ, այս երկու հաղորդումը վերջանդատ նույն բանն ասում եմ, մի անիծեք, մի չարացեք, ինչքան կարաք բարի էներգիա տվեք, այն սև նետերը, մենք սև նետեր ենք ուղարկում, նրանք սև նետեր են ուղարկում, բախումը խփումը ու մահեր է տալիս։
Նրանց մայրերը ծնողներն անիծում են հերիք չի, այդ վհուկները կախարդություններ են անում։ Մենք չունենք Հայաստանը մագիա չունի։ Ամեն անգամ կրկնել եմ, մենք մագիա չունենք, մենք ոչ մի բան չունենք, մենք ունենք կեղտոտ լեզու։ Արարիչի ծնկում ոչինչ չկա Աստծուց։ Մենք հզոր գանձեր ունեցող երկիր ենք համարվել, որ այսքան բան եք մնացել ու բոլորը հենց թուրքը գիտի, մեր ռուսն էլ գիտի։ Մեր դավաճանության պատճառով են մեզ այսօրին հանում։ Մենք հաղթած ենք, պարոն Խուշչյան։ Այդ որ այդքան բոլորը գոռում են հաղթել են, գրում են ամենտեղ, մեջս անդադ գիտես, այս ինչ ենք մենք մեզ խափում։ Բայց այս ասում հաղթում եք, իհարկե միանշանակ, բայց այդ հաղթանակը ես ուրիշ կերպ եմ պատկերացնում։ Այն ինչը որ մենք կորցրել ենք ժամանակին, այդ բոլորը հետ է գալու։ Ու որ ասեցի հերիքա մեր հաջորդը վիզա ծռի ինչ-որ տարի առաջ, այդ դա չի լինելու։ Մի քիչ ժամանակ է պետք։ Սա ինչի համար եղավ կորոնան ու պատերազմը իրար հետ գնաց։ Սթափվելու համար, որտեղ Տիրոջից ամբողջ աշխարհն է հեռացել։ Այս կորոնան դրա համար ամբողջ, իսկ մեր հայազգին չի կարելի հեռանալ Աստծուց։ Չի կարելի, չեն հավատում մարդիկ, երեխաներին չեն մկրտում, տերտերներին չհավատալու։ Մեզ տերտերը կարևոր չի, ինքը գործի կա համարում, դու Տիրոջը հավատա։ Մեր երկիրը գիտեք, երբ դավաճանությունը սկսվեց 88 թվականից, երբ որ երկրաշարժ ու պատերազմ զուգահեռ գնաց։ Այդ ժամանակվանից մեզ մոտ դավաճանությունը գնում է մինչև օրս, ու որ Հայաստանը, ես չեմ ուզում էլ ասեմ, որ մի նախագահ բոլորն էլ դա գիտեն, եթե չէ թող պատմություն կարդան ու քչփորեն, մենակ անկեղծ լինեն։ Երբ որ Հայաստանը լծվեց Եհովայի վկաներով, ու գիտեն, որ նախագահը օրոկարվեց, որ ընտրությունների համար էր դարվում, այդ վկաները, որ թույլ տվեցին։ Դե ասեք, ինչի՞ չեք ասում։ Երկրորդ նախագահի օրը բոլորը գիտեն։ Սորոսականները, որ եկան լծվեցին, գոմոսեքսուալիստները լծվեցին, լեսբիանկաները լծվեցին, այս տարածվեց համատարած ու գրանտներով չգիտեմ ինչեր են անում։ Այդ ժամանակվանից փչացավ մեր երկիրը։ Փչացավ, իսկ մենք ունենք գանձեր։ Մենք գանձեր ունենք հավաց աշխարհը։ Մերնա լինելու են հողերը, որ վերցել ենք։ Շուշին այն ժամանակ պատերազմի ժամանակ անցյալի իրանցներ մենք գրավեցինք, չէ, պատերազմի շնորհիվ։ Այո։ Հա, բայց էլ իրանցն է դա։ Դա Բերթա քաղաք։ Ես քանի որ ասել եմ, շատ եմ խոսում եւ Ղարաբաղցիքի հետ, Ղարաբաղի քարտեզը շատ երետ չգիտեն ու ենթադրություններ են անում։ Շուշին այտենց հեշտ չի գրավել։ Այնտեղ այնց ճանապարհներ կա, որ միան այնտեղի մարդը պետք է իմանա, որ այդ տանկեր, զրա այդ մեքենաներ ինչերը կարան գնային։ Այդտեղ դավաճանություն ա եղել, որ ցույց են տվել, որ մտել են, այդտեղ այն սովորական ճանապարհը չէ, որ գալիս է Ստեփանակերտից Շուշի։ Այդտեղ հնարավոր չի տեղով գնան։ Մեկը իմացել է այդտեղ ոնց պետքա ճանապարհը ցույց տա։ Ուղղորդել են։ Ուղղորդել են, այո։ Դավադրություն է եղել։ Ու դավաճանությունը։ Եթե չլիներ դավաճանություն, Շուշին էլի կմնար մերը, բայց ոչինչ թող ժողովուրդը չտխրի, որտեղ բոլոր հողերը նորից մեզ վերադառնալու են։ Մի քիչ ժամանակ է պետք, ես շատ անհանգստանում եմ եղբայրասպանությունից, որ այս ինչը որ հիմա իրանք անում են, կրքերը պետք է հանգիստ չընկնեն էմոցիաների գիրկը, հանգիստ մնան, որ կրակոցներ չլինեն։ Այո, այսինքն բացառված չէ անգամ քաղաքացիական պատերազմը։ Այ հենց դա, որից է շատ անհանգստանում եմ։ Տխուր է սիրտը շատ, ես չեմ կարող ուրախանալ։ Իդեպ մեր ունկնդիրները շատ նրբանկատ ու նրբազգաց են, մեզ գրում են, թե Տիկին Լուսիա, ինչու եք ամեն ինչ այդքան մոտ ընդունում ձեր սրտին։ Բայց մարդ եմ ու տեսնում եմ, այրեմ ու ծնող եմ ու շփվում եմ, արդեն 40 տարուց ավել քիչ չի շփվում եմ, հետո նայում եմ վերևից, ասի չէ, այն աշխատանք ինչ է, որ ես եմ տանում, իմ նման մարդիկ կան, որոնք աստիճան բարձր են ու միշտ տեսնում եմ հետոն, եթե դուք հիմա վերևից նայեք, վերևից, սա երում, բոլոր ներևում, այս տեսնում եմ, մենակ ես չեմ նայում խողովակի միջից, այս նշանին, ես սպասում են նշանին, ինձ դրանք հետաքրքիր չեն ում ինչա սպասվում, պետք է հայոց ազգը խաղաղ ապրի ու սիրով ապրի, որը որ չկա, այս սերը կորել է մարդկանց մեջից, դա է շատ վատը, չէ որ Աստված սեր է նշանակում,
Մենք պետք է իրար սիրենք, ես արդեն քանի ամիս ամեն ձևի ասում եմ, եւ գրում եմ, եւ ասում եմ, եւ հումորով, եւ խիստ ձևով, ինչ որ տեղեր ագրեսիվ էլ հերիքանից եք, այ ժողովուրդ չի գալի, սև նետերա գնում դե հետո մեր գլխին է գալի, խփում այն մատղաշների։ Չեն հասկանում, ասում եմ գիր կարդացեք ձեր պարապությունից, մեկը դու էլ ասում ես գիր կարդա, այդքան է իր ողեղի չափը։ Ցավոք այդպես է։ Մենք պատմություն գոնե մեր պատմությունը տեսնենք ինչից ինչ եղավ, ինչի այսքանից մենք այսքան տարանկելի դավաճանության պատճառով եղավ այդ ամեն ինչը։ Հիմա ամսի 15-ին, մինչև դեկտեմբերի 14-ը արևի խավարում է լինելու։ Մի ամիս, ու ամսի 30-ին նոյեմբերի լուսնի խավարում կլինի, այդքան հաջող չի։ Եթե մենք կարողանանք մինչև այդ ընթացքը ինքնամաքրվենք, բարիանանք, լույսով նայենք, ինչ եղելա չեն կարա վերադարձնենք, էլ չեն կարա վերադարձ, ես մահերի մասին եմ խոսքը։ Այդ սահմանների Գերմանիան հզոր երկիր Ռուսաստանին պարտվեց, պատերազմը, լաց եղավ Գերմանիան, հա թե սկսեց չգիտե, հիմա ամենահզոր զարգացած երկիրն է Գերմանիա, թուրքն էլ է եղել է, որ պարտվել է։ Շատ երկրներ պատերազմական, բայց ոտքի են կանգնում։ Երուսաղեմը այսքան մի բան է, բայց դες ինչ հզոր է։ Այնտեղ ինչքան են կրակում, այնտեղ էլ ահա որ կեղտոտ մոգեր կան։ Ահա որ շատ ուժեղ է, մենք ով ենք իրանց դեմ։ Այդ որ ըստեղը տենց դեարի մի ասա, ոչ չասեմ։ Իրանց դրել են, չգիտեմ ինչ ամենամարգարեների տեղ, պայծառատեսների, ես իմիջը թող դու գրեր են քանդում, հաջողություններ են բերում, թալիսմաններ են անում, դե թող անեն, դե թող խփեն իրանց հարված տան այդ էներգիան, թող պայն մեր հավեց աշխարհը, որտեվ չեն կար, իրանք այդ ուժը չունեն։ Սա այս վիճակը, որ եղավ այդ մոգերին ընտեղի վհուկների, մենք չենք կարողանում խփել, այդ սուտի փուտի բաներ են անում։ Ես արդյունքը տեսնում եմ, որ ոչ մի դրական բան չկա։ Որտեվ խոսքն է իշխում գիտակցությանը ու այս նոյեմբերի ամիսը, քանի որ եմ կրկնում մահերի ամիսը, մինչև ամսի 23-ն է նոյեմբերի, ու ասել եմ ամբողջ Թուրքիան կարիճ է համաստեղություն, որը այս ամիս ինքը շատ իր էներգիան ուժեղացավ, ինքը իրան ցույց տվեց։ Այդ իր հզոր բանակը, այդ իր ֆինանսը, այդ իր զենքերը։ Մենք հզոր բանակների դեմ այդ խեղճ երեխեքը գնացել, ում դեմ են կռվում։ Ում դեմ են կռվում, հələ ճիշտ էլ արեց ինչ որ անհավասար պատերազմ։ Անհավասար է գնում։ Ինչ որտեղ էր ճիշտ էլ արեց, որտեղ ես որ խոսում եմ գրագետ մարդկանցից, այո, ճիշտ արեց Փաշինյանը, որ այսպես եղավ։ Ահա որ զոհեր էր գնալու, այդ կռված տղաներն են ինձ ասում։ Էլ չէին կարողանում արդեն, էլ Ստեփանակերտն են լրիվ կորցնում։ Ասում եմ, դե որ այդպես էր թողենա սկզբից էլ աներ էլի, հենց սկզբից չաներ։ Սկզբից իրենք ասեցին գնում ենք պատերազմ։ Սա արդեն ես մտնում եմ քաղաքականություն չեմ ուզում, բայց գիտեմ, որ սա այսպես պետք է լիներ։ Սա պետք է լիներ ասենց, մենք իրոք էլի հաղթացենք, որովհետև մեզ շատ լավ բաներ են սպասվելու։ Ես ասել եմ, չէ, որ դրսից շատերը կան հետ են գալու, մեր երկերը ծաղկելու, բայց դեռ ժամանակ է պետք։ Բայց որ ասենց շարունակի երկար կտևի։ Այո։ Այս հրարը մեր ճիշտը որը կլինի Հայաստանի այսուհետև այն գումարները, որ էնել ենքան են ասել, արդեն հոգնացրել են այդ բաները, պրեմիաները, որ տվել են այդքան։ Այո։ Իրանք էլ ասում են սեպտեմբեր ամսվանից չեն տվել բոլոր պարգևավճարները, զզվեցնում են մի բան ընկնում է մեր գլուխը։ Մեր հայի վատը ինչն է, որ անալիզ անել մենք չունենք։ Մենք չենք պահիտակ պորտկում որոշում են մեկը նենց բան ասեց առանց հիմնավորելու, առանց ճշտելու, իմանալու սկսում են տարածել։ Ամեն առաջին պետքա կադրեր պատրաստեն դիվանագետներ։ Թող ուղարկեն փողերը, ուղարկեն դրսում կնան սովորեն եւ վարչապետ սովորացնեն, վարչապետ ինչպես պետք է լինի։ Պարզ է։ Բայց դրսում պետք է գնան սովորեն, չէ՞, մենք դիվանագիտություն չունենք։ Սա աշխարհի գիտի ամենամեծ դիվանագետը թուրքերն են։ Մենք չունենք դիվանագետներ։ Ինչ անենք, որ միջի իմ տղեն էլ է, ինչ դիվանագետ է, ինչ։ Տանը նստած լսում եմ ու ջղայնանում, անթատեսի չեն անում, էսի չեն անում։ Ճիշտ է, դեպի Լուսիա, գիտեք, մեր ունկնդիրները զարմանալի է, բայց անգամ այս ծանր դժվարին օրերին հարցնում են ծառերի մասին, շատ թեման ակտուալ է։ Ինչով եք դա բացատրում։
ծառերը այնքան տեսեք 1-2 նման օրինակ բերեցի որ կարդացի, չէ՞, այստեղից հիմա ինչքան շատ են, այնքան են գրում որ ծառը կտրել է, ինչքան մահեր ա եղել։ Այնքան շատ գրում են պարոն Ղոշչյան, որ ինչքան այդ պահին արել են չեն զգացել։ Հետո սկսել են անալիզ անել, տեսել են որ իրոք է դա։ Ու կապ չունի ինչ ծառը, որտեղ հիմնական այդ ընկույզի ծառերն ա լինում, դա կապ չունի ինչա, ծառը։ Ինքը թարսի գաղափարն է, որը որ չի կարելի հողից։ Դա էլ չի Աստծո ստեղծած, բնությունն է։ Մենք բնությունից ինչ ենք տվել, որ ուզում ենք։ Մենք վերցնում ենք ու չենք տալու, ապականում ենք ամեն ինչը։ Ամեն ինչը ապականում ենք։ Մենք Աստծոց շատ ենք հեռացել։ Ես անցյալ օրը գրեցի, ասեցի հիմա տեսեք ամբողջ այդ որ հավաքվել են այդ ջիկի տղաները հրապարակում կան որտեղ արդեն շատերը դիմակ չեն կրում, հիմա կորոնան կշատանա, հիմա դրա վախտն է, վայ, իսկ ինչի վախտն է, չէ որ մահեր կլինի, կվարակեն իրանց տան անդամներին, հարևանին կվարակեն, կշատանա, այս մի փոքր երկրում տեսեք ինչքան շատ է կորոնա, Իրոք շատ է, որովհետև մենք անկարգ ենք, որտեղ մենք կարգ ու կանոն չենք սիրում, որտեղ մենք մեծամիտ ենք, մենք ամենագետ ենք, մենք ռազմագետ ենք, մենք կորոնագետ ենք ու բոլորը կանայք են։ Էլ բացարա Facebook-ը բոլորը կանայք, սկսում է ինչի է զենքը չհանեց, ինչի Փաշինյանն է, դու որտեղից ես իմանում որ տենց բաներ ես խոսում։ Գնա երեխեքի դաստիարակի։ Թումանյանի հեքիաթներ կարդա, որ երեխեքը ճիշտ մեծանա։ Թողել են ամեն ճաշ, գործ, բան ընկել են Facebook-ի մեջ բաներ են գնում, մրցակցություն է գնում։ Ով ում ինչքան կարա փնովի, բավական է մեկը մի հատ բուջուր մի բան ասի, սկսում են փնով, այստեղ դարել են քաղաքական գործիչներ, ռազմագետներ, զենքերից են խոսում։ Ինչի է զենքը չկրակեց, ինչի է բանը, տենց հեշտ չի ախր է։ Ուֆ, ախր։ Տիկին Լուսա, նորից եմ կրկնում, մի վրդովեք, մենք հայերը սովորաբար երազով ազգ ենք, չէ, երազների մասին ենք միշտ սիրում խոսել, այ երազները։ Երազների կասեմ։ Մի հատ այստեղ մի փոքրիկ մի բան ասեմ, որ ինչ է սպասվում, չեմ ուզում թամպես աստրոլոգիայից բաներ ասեմ, աստղաբաններ կան ասում են թող ասի։ Իմ աշխատանքը ավելի շատ խրատական է, քան պրոգնոզները։ Այդ տեղեկատվություն տալի, որ ամիս ինչ է սպասվում, ես միշտ ասել եմ, կլինի կտեսնես։ Ինչ պետք է այս մեկ ամսվա մեջ ուշադրություն դարձնենք բոլորս մեզ վրա։ Ուշադրություն դարձրեք ինքները ձեր եսին, որպեսզի չչարանանք։ Ինչպես ձեզ կդրսևորենք, մենք հիմա հարկավոր է դրական կողմերը ցույց տալ, որ հարվածներ չստանանք, մեկը մեկի հանդեպ եւ վերևի հանդեպ։ Մենք մեր դրականը ցույց տանք, դա բառը չի, դա ներսինից է։ Չանամ այն մարդ ինքը դավաճանում է, նրան ասում է դու դավաճան։ Տիկին Լուսա, մի բորբոքվեք։ Ինքնահոշոտում, չի կարելի ինքնահոշոտում, ու չկարչենք ոչ մեկի բառից։ Հանդգիստ ամիս չի լինելու, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսը, հետո աղեղնավոր ենք մտնում 23-ից։ Դա նպատակային ամիս է, փաստաթղթային ամիս է, հետո դեկտեմբեր ամայրա կարելի ասել միջև կեսը, այնտեղ այս եղջյուր մտնել դա 23-ն է, 22-ն է դեկտեմբերի, կսկսվի աշխարհի, ասենք ասենք, թագավորների պայքարների շրջանը։ Բոլոր երկրների նախագահների շրջանը կսկսվի, ով կմնա, ով դուրս կգա, ով ճիշտ, ով ճիշտ չի, բացահայտում է կեղծիքն է, Ամերիկան էլ հիմա այնքան բաներ է բացվել այնտեղ, թե ինչ ձև են տրվեց։ Մի հատ սիրուն պրեզիդենտ չկա, այդ բիզուրն են չեն ընդգրկում։ Այդ էլ մի կարգին չի։ Հիմնական ղեկավարներն ասել քաղաքական գործիչներին մոգության շատ ուժեղ շրջանն է հիմա, շատ ուժեղ ու ազդում է խոսքը, բերանից այդ խոսքը վատ դուրս եկավ անեցքի, շուռագալի դեպի քո վրա։ Մեր ժողովուրդը շատ է սիրում անեցել։ Շատ է անեցում։ Որ ասում է գրողը քեզ տանե, անեցքա չի կարելի։ Դրա համար գալիս է կպնում է իրան ու իրանց երեխեքին, չէ, ես ասել եմ, բերանից դուրս եկավ, ընկնում է ծոցը, իսկ ծոցը դու ես քո ջիգարն է, տա քո երեխան է։ Մոգությունը մարդկանց վրա կազդի, ովքեր մեծ փողերի հետ են գործ ունեցել հանցագործ ճանապարհով, հանցագործів, իրանք սկսում են հերթով իրանց պատիժները ստանալ, արդեն ժամանակը մոտեցավ։
Դա ամբողջ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսն է։ Աճող լուսնի ժամանակ գործեր անել, հիմա կսկսի աճել, 15-ից հետո էլ ուժերը տեղին կօգտագործվի, ամսի 30-ին կլինի լուսնի խավարում, ասել նոյեմբերի լիալուսին այդ ժամանակ կլինի երկվորյակի ինֆորմացիաներն որ շատ լինել ու կարմիչիսկի շրջանը սկսվելու, որտեվ հիմա լուսնային հանգույցը գտնվում է երկվորյակով, որը տալիս է ինֆորմացիաներ։ Խոսքով միջև արևի խավարումը 14 դեկտեմբերի արևի խավարումը դա համարվում է կատալիզատոր, սինտեզ, մաքրում։ Բոլոր մարդիկ պետք է իրենց մեջ մաքրվեն ու այն ինչը որ ալեն ստորություն, դավաճանություն, սրիկայություն չանեն, որպեսզի իրանց ընտանիքներին լավ լինի։ Տիկին այնուամենայնիվ երազների մասին, երազելու մասին, ինչ են երազները։ Երազները ասել են ենթագիտակցության արտնացում։ Ու 4 կարգի երազներ ա լինում, առաջինը այդ Աստծո տված երազներն է, որ ինքը բացված տեքստով գալիս է լույսը, լուսավորը։ Ու կա նաև դիվահար երազներ, որ միշտ չառնավատն է լինում, կա օրվա իրադարձություն երազներ։ Այդ չի հարցը, նախ հիմա որ ամբողջ ժողովուրդը լարված է այս պատերազմական վիճակին, ինչը որ եղել է սկզբից։ Ու բոլորի մեջ չէ որ գիտակցությունը սահմանափական, ենթագիտակցությունն անսահման է։ Այնքան մարդիկ լարված մտածում են դա, որ քանի ժամանակ դա արդեն տեսնում են մարմնի պասիվ վիճակը, քունը։ Ենթագիտակցությունը միանում է, արդեն տեսնում են ինչը որ ինքը իրականից շատ ուզում է ու կարդամ մի երազ։ Այո։ Ամսի 10-ին է։ Աղոթքներս լսելի եղավ եւ ամսի 10-ին պետք էր ամուսնուս Ղարաբաղ տանեն, ամեն ինչ վերջացավ։ Պետք է տանեն ու չտարել։ Ես երազ եմ տեսել, իբր իմ տատիկի տան թուրքեր էին եկել, որ ապրում ենք տարբեր սենյակներում, ոտքիս խորը վերք կար, սկզբում փոքր, հետո երբ ուզում էի վրայի կեղտն ու արունը լվանալ, ավելի էր խորանում ու մեծանում, վախենում էի լացում։ Նմանվել էր մեծ քարտեզի, շատ լացելուց հետո սկսվում է քիչ բուժվել։ Թուրքերը ինքնական գնում են տանից ու պատի օրացույցի վրա 15 մեծ գրված կարմիր գույնով։ Ես հավատացի այս աղջկա երազին, որտև ամսի 15-ից լույսեր է բացվելու։ Հույսեր ունենք ինչ-որ մի լավ բան է եւ ես պայմանագիր ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ։ Այս որ կնքվեց հողերի հանձնման, դա դեռ ավարտ չի։ Թող հանգիստ մնա։ Այնտեղ փոփոխող հարցեր ա լինելու եւ վարչապետը որ չի խոսում շատ ճիշտ անում, որովհետեւ չի կարելի հիմա խոսել։ Բաներ կա, որ չի կարելի ասել։ Թե ինչի, այդ ինչին մենք կիմանանք։ Մի քիչ լուր հանգիստ մնանք։ Հանգիստ թողնենք, միշտ ասել եմ, հանգիստ թողեք այդ մարդն աշխատի։ Էդ է իմ ասածը, սա գովել չի։ Այդ բառն էլ չեն կարող հասկանալ, գովելը որն է։ Տիկին Լուսիա, հիմա այսպես է ընդունված, եթե չեք փնովում, ուրեմն գովում եք։ Մի հատ աղջիկ կա ինքը շատ է խնդրել, որ ես ուզում եմ կարդամ էլի փոքրիկ է։ Կարդացեք, մի բան այնքան խնդրեց, ասում շատ եմ խնդրում, այդ իմ նամակը կարդա, իրան հետաքրքրում արձագանքը։ Նամակի արձագանքը։ Հա։ Խնդրեմ։ Ինքը հիվանդանոցում պարկած է եղել, հետո գիտար է տարել։ Ու այդ գիտարի մեջ փոքրիկ էլի գիտարը, որը որ լույս է, այն նաչնիկը։ Հա։ Անդադ իր հետ է եղել այդ լուսամփոփ, հա։ Այո։ Հա։ Աղոթքներ եմ միշտ արել, ասում է ճիշտ է, ես էլ եմ լաց եղել, նեղված եմ եղել, բայց իմ աղոթքները միշտ մաքուր ա եղել, երբեք չեմ անեցել։ Ու հնարավոր չի, որ դա լույսը ուշ չտար։ Պասի հիվանդանոցը շրջանցենք։ Հանգիստ նայեք։ Պայուսակի մեջ Ինչա, հիշում եք, ես գիտարով լույս մոռացել է, հա հիվանդանոցում էր մոռացել, այդ գիտարը մոռացել ատեղ, այդ լույսն էլ մեջն է եղել։ Ու այդ մարդը, որը որ կա, ինքը զինվորական էր ու պայուսակով էր եկել։ Այդ լույսը դնում է պայուսակի մեջ, որ հետո հանդիպենք, տա ինձ, այս աղջիկը շուտ է դուրս գրվում։ Բայց պատերազմը սկսվում է, այդ մարդը գնում Արցախ հադրուտ ու այդ պայուսակը հետը տանում է, որի մեջն էլ այդ իրար լույսով գիտար։ Իրա լույս գիտարը։ Հա։
Զանգում եմ, որ հանդիպենք, ինքը արդեն Արցախում է լինում։ Վերջ այդ ժամանակ շատ լարված էր հարդրութը, ես իմ մտքում միշտ ասում եմ, այդ մարդը կենթանի գա, թեկուս վիրավոր, ես այդ լույսը կնվիրեմ իրեն։ Մնաց վերջերս ինձ զանգեց, ասեց, որ լույսը պավիսակով մեքենայով թողել է հադրութում, ու չգիտեի, թե իր մեքենա ինչ վիճակում է գտնվում։ Եվ ասա, ես քեզ նորը կառնեմ, սա էլ ասել է ոչ։ Նվիրում եմ այդ գիտարը քեզ, որ քո ճամփին միշտ լուսավոր լինի, այդ լույսը քո հետ լինի, դրա համար դու փրկվել ես, այդ լույսը օգնել է քեզ ու քեզ ոչինչ ոչ մի վատ բան չէր լինի, այլ դա ասել ապրես։ Այո։ Ու ինչ ասա, կարող եմ 2 օրից էլ գնամ, ասի, որ գնաց, խնդրում եմ, գիտարը գտիր ու պահիր քեզ։ Այս աղջկա հավատքը ուժեղ աղել են առումով, որ այդ տվել է իրան, ուղղակի իրան չէր նվիրել, բայց որ գնացել է պատերազմ հանկարծակի, իրեն հավատքի այս աղջկա այնքան ուժեղ եղել, որ այդ փոքրիկ լույսը իրան ուժ է տալու։ Ես այս աղջիկը միշտ ինձ բաներ է գրում, ուզում եմ մի հետաքրքիր բան պատմեմ ձեզ այս դեպքից։ Ինքը շրջանում է ապրում, որը շատ եմ սիրում, Քյավառ։ Շատ եմ սիրում այդտեղ։ Իրանք իրենց բակում ունեն մեծ եղևնի։ Գավառում։ Այո։ Ու արծաթափայլ ընտեղ եղևնիներ շատ կան։ Շատերը այդտեղ իրենց բակում աճեցնում են։ Ու այս եղևնի վրա ամեն անգամ մի ագրավ է նստում։ Ամեն անգամ այդ ագրավը գալի, իր մաման այդ ագրավին կերակրում է, պատկերացրեք։ Մի անգամ էլ այս ագրավը ոսկի մատանի է բերում։ Գտուցին ոսկի բավեր գցում են վերցնում այդ մատանին, հետաքրքիր բան է, չէ՞։ Դե տեսնում եք, երախտապար չի ագրավը։ Չնայած մենք գիտենք, որ նոյի ագրավը ինչ էր։ Հա, այս իրանք շատ խելաց են։ Իրանք սանիտար են, չէ՞ համարվում Իհարկե, բնության սանիտարն են։ 500 տարի այդպես անեկդոտ կար, որ ագրավի պահելա վանտակի մեջ ասում են, չես պահել այդ վանտակը, պաստորը չտեսնեմ 500 տարի կապրի, թե չէ։ Այս ագրավը այդ մատանին որ բերում է ոսկյա, իր մաման այդ տանում է վաճառում է ձուլում է ինչ անում, այս աղջկան ցեպ է վերցնում բանի խաչով ցեպը։ Ագրավի նվերն է եղել այդ ցեպը։ Դե զուր չեն կերակրել ագրավին։ Հետաքրքիր պատմություն է, չէ՞ բնության մեջ։ Տեսնում եք։ Տիկին Լուսիա, այ խաղարումներից խոսեցիք, իսկապես խաղարումները մեզ առաջիկայում սպասում են լուրջ խաղարումները։ Խաղարումը սինտեզ է համարվում, մաքրում։ Մաքրում։ Կատալիզատոր, այսինքն ամեն մարդ իր մեջ պետք է մաքրվի։ Ինչքան վատ բաներ կա վերացնի, նոր գործեր չանի, խավարման ժամանակ ոչ մի նոր բաներ չեն անում, միջև անգամ ամուսնություն չի թույլատրվում։ Նոր տուն առնել, մեքենա առնել չի կարելի։ Աղոթքների մեջ պետք է լինեն։ Այսօր էլ վատ օր չի համարվում, աղոթքների մեջ այսօր լուսինը գտնում է կարիճ համաստեղությունում, էլի դավաճանությունը կեղծիկը կա։ Կա այնուամենայնիվ։ Կարիճը ինքը տալիս է դավաճանություն։ Միշտ հիշեք, կարիճը կրիմինալ, հանցագործ, այդ հանցագործություն չէր, որ կառավարության շենքի հարձակվեցին ու բանին է, ազգային ժողովի Միրզոյան։ Դա հանցագործությունն է արդեն։ Դա հանցագործությունն է, որ պետք է լիներ ու այդ որ մի բանի վրա եմ զարմանում, սա մի քիչ աստրոլոգիայից դուրս կամ իհարկե, այդ որ Փաշինյանն այդքան մարդկանց բռնում է, ինչա բաց թողնել նորից, դուք չգիտեք։ Եթե բռնել ես, ինչ ես բաց թողնել։ Ուրեմն մի բռնի։ Դե իրա ոչն է։ Բայց այդ ինչ է նշանակում։ Չգիտեմ ինչ է նշանակում, Ես էլ չգիտեմ, աստրոլոգիան էլ չկա ուրում ասի։ Ես նայել եմ, իրոք ինչի է այդպես, ինչի է այդ տեսակ։ Մի գուցե երկորյակի հակասությունն է, որտեղ ինքը հակասող նշան է, ճիշտ մտածում ես, սխալանում է։ Այո։ Նկատել եք մարդկանց մոտ վերջին շրջանում ֆինանսական վիճակն է վատացել։ Հա, գնալով կվատանա։ Կվատանա։ Հա, գնալով ամբողջ աշխարհում Թուրքիան, որ ընդհանրապես էկոնոմիկայի ու բիզնեսի անկում է գնում ամբողջ աշխարհով, մեզ մոտ էլ բոլոր տեղերը։ Ամբողջ աշխարհում սկսվել է մաքրման շրջանը։ Դրանք տալիս է պատերազմներով։ Ես էլի կրկնեմ, կորոնան հենց այնպես չի, պատերազմը հենց այնպես չի, այս հրահարությունները ամբողջ աշխարհում հենց այնպես չի, որովհետև կան ուժեր, դրսի ուժեր, ահա որ կեղտոտ, որ աշխատում են կոնկրետ Հայաստանի վրա, որպեսզի մեր երկիրը հողին հավասարվի։
Այո։ Այդ 5 կտակարան ու նոր կտակարանը, 5 կտակարան ովքեր են, նոր կտակարան ովքեր են։ Հիսուսն էլ ասեց, չէ, ես գալիս եմ հնի վրա նորը դրելու։ Այդ չեն ուզում, որ մերը նորը լինի։ Կամ Դրա ուժեր, համար- որոնք չեն ուժում։ Չգիտենք ովքեր արդեն պարչի ես ումի նկատի ունեմ։ Դե չեք բացում գաղտնիք։ Դե ինձ բայց պետք է մարդ անգրագետ լինի, որ չհասկանում, որ ասում եմ գիր կարդացեք, չեք ուզում Աստվածաշունչ կարդացեք, անընդհատ կարդացեք, կյանքի գիրքն ամեն ինչ կա մեջ, ամեն մի Այո։ քանի անգամ թող կարդան, միջև գլուխները մտնի։ Մենք հա կրկնում եմ, միակ մեր օգնողը դա արարիչն է, Աստուծո ոչինչ չկա։ Ոչ մեկից մենք օգնություն չենք սպասելու, պատերազմի սկզբից էլ եմ ասել, չի լինելու, մենք մեզանով ենք դուրս գալու, որ մենք միասին լինենք, բարի լինենք ու համախմբված լինենք։ Հերիք այնտեղ գնանք որ կրանք ինչ անենք, այտենց ուժեղ չգիտեն, թող գնանք կռվի դաշտ։ Տիկին, այ որ երկրներն են, որ ազգերն են, որոնք մեզ համար հավատարիմ Ոչ են մեկ, բարեկամներ, ոչ չկան։ մեկ, չկա։ Պատմությունից եկեք, ով է մեզ օգնել։ Ով։ Չեմ ուզում այտենց ասեմ ազգերին, որտեղ դրա համար էլ է խոսվում, բայց շահ, եթե մեկը մեզ մի հատ մի բան տալիս է, ինք ունի շահ։ Շահ չեղավ չի լինի։ Լավ, քանի որ մեր ծրագիրը նորից աննկատ ավարտին է մոտ, ինչ որ բան կա, որ կուզենայի կարդալ, չկարդացիք։ Հանգիստ, Միջև այս վիճակը, այս 2 օրվա ինչ որ կար, քանի որ ես ասում ինչ լինում տղաներից հետ եմ խորհրդակցում, շատ գրագետ ու լուրջ տղաներ ունեմ ու շատ հայրենասեր են, մեծ տղաս, որ դիպուկահար ա եղել, այդ Ղարաբաղի պատերազմին, ինքը ինձ ասեց, որ մամ, որ խոսում ես այդտեղ մարդկանց ասա, հատկապես մայրերին, հուզվեցի։ Ասա, որ ձեր երեխեքը քնած են լինում, մեջքները սառում է, դուք ինչ եք անում, վերմակով ծածկում եք, չէ, նա լավ, սես տակ, ում թիկունքը տակ է, ինքը լավ է քնում։ Այդա մեր աղոթքն է, մայրերի։ Բանակում կրվող ճակատամարտի ամուսիներին, տղաներին։ Այդ աղոթքն է, դա տաքացնում է, իրանք դրանով են, ես շատ մայրերի հետ, զինվորականներ հետ, ընդեղ Հադրութի տղաներ հետ էլ, որ խոսեցի, Քյալբաջար էլ, որ մենակ ասում եմ, մենք բան չենք ուզում, մենակ աղոթեք։ Մեր ուտելիքն էլ է լավ, մեր հագուստները, ամեն ինչ էլ մենք ունենք, ժամանակ չեն էլ ունենում ուտեն։ Մարդիկ կան, որ խրամատներում են սոված, չեն կարում դուրս կան վախենում են, ջուրել չունեն, բայց դա չի նշանակում իրանք սոված են եղել։ Պարզ է։ Այս աղոթքն է մեզ պահում մեր տղաներին։ Հիմա էլ պետք է աղոթեն, դա չի ես վախեցա մի քիչ անհանգստացա հանկարծ այս ամենից հետո մարդիկ իրենց հավատքը չկորցնեն։ Այնքան զորեղ է հավատքը, այնքան ճիշտ է աշխատում։ Իմ ինքերին իր ամենից ասում է ինտերվյու եմ տվել, լսի, ես գցել եմ ինձ էջ, իր տղան 45 օր եղել ռազմաճակատում։ Ու հիմա տուն եկավ։ Գիշերը ինձ զանգ տվեց, ասեց լացելնելով, ասում ինչ ա եղել, տղաց գալիս է արդեն։ Հաչ կտնույս։ Աղոթքների հիման վրա, ու խնդրում է, շատ եմ խնդրում, աղաչում եմ, տենց է խոսում, մի հրահարեք իրարը, թե դուրս եկեք այդտեղից, աղոթեք մենակ, Հիսուսը մեր հետ է, ամենաթեժ գոտում է տղան եղել։ Սարսափի միջով անցել է այդ մսաղացով։ Այո, մսաղացով։ Տիկին Լիսա, դե հրաժեշտից առաջ մի լավ հուսադրող բան էլ ասեք։ Մենք հաղթել ենք։ Հաղթել ենք։ Իրոք հաղթել ենք։ Դա չի նշանակում Շուշին վերցրել են, ուրեմն պարտվել ենք, ոչ։ Մենք հաղթել ենք, մենք շատ լավ հայրենասեր տղաներ ունեն, այնքան լավն են։ Այս 3 երթ առաջին օրն էր, չեմ հիշում, երբ էր Պետրոս առաջի ալիքը Ղազարյանը, կրված տղաներին ես լսում եմ բոլորին։ Նայում ես աչքերին, չնայած այդ բաները դրած էր հայրենասիրությունն է, ճակատին գրած է հայրենասեր, տղամարդ։ 7 հոգի են ինչ կանեն, եկել են 10 օրով, ասես դուք ընտեղ չեք եղել, դուք չգիտեք ընտեղ ինչեր ա կատարվել, հերիքա խոսեք, դուք չեք տեսել ինչեր ա ընտեղ կատարվել, մենք կորցնում ենք ամեն ինչ, այնքան զոհեր ենք ունենալու, այնքան զոհեր, ընտեղ մի տղա ասեց, եթե Փաշինյան հանկարծ հրաժարական տա, ինքը կլինի դավաճան, այդ այնց բան ասեց։ Լավ, հուսանք, որ չի լինի։ Բայց ես էլ եմ ասում,
պաշտպան չի, ես որ ասենց գովաբան եմ, ճիշտ պետք է նայեն, ես ինչ աստրոլոգիան ցույց է տալիս, ինքն էլ եւ բանն էլ, Ղարաբաղին է, Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյան, իրանք դեռ պետք է մնան։ Եղավ, Թե ինչի է այսպես եղավ, դա կբացվի, պատճառը կիմացվի, սպասենք, կապրենք, Այո։ կտեսնենք։ կտեսնենք, պատճառը կիմացվի, որը ժողովուրդը սպասում է։ Շնորհակալություն Տիկին Լուսիա։ Աստված բոլորիս հետ, որտեվ Տերը մեզ շատ է սիրում, որ թողում են, որ մեր ազգը գոյություն ունենա, որտեղ Մասիսը կա, մենք հզոր ենք, մենք գանձեր ունենք, ես իմ ընկերուհիներին ասել եմ, որպեսզի գնանք Զվարթնոց, գնանք ընդեղ աղոթքի, Այո, Որտեղ աղոթքը կոչվում է- այնուամենայնիվ ամենակարևորն է։ ոչ թե եկեղեցին, այլ են Զվարթնոց, Այո, կոչվում է Տաճարը։ հրեշտակների հավաքատեղի, Զվարթնոց Ճիշտ է։ որ հրեշտակներն են, մենք պետք է գնանք ընդեղ աղոթենք ու խոնք ծխացնենք, և մի բան էլ վերջում ասենք, որ մեր բոլոր մայրերին, այս ափերի մեջ հրեգունդ կա ուժեղ, էներգետիկան, մենք այսենց պետք է աղոթենք, մինչև չեն արել այս ձեռքեր հարսանիքին, ոնց են բարել Սիլվա Կապուտիկյանի, այս ձեռքերը, նոր ձեռքերը։ նոր ձեռքերը, հենց այնպես չի մեր հայ կնոջ, նախ մեր ուղեղը կնոջ դասականը համարվում ամբողջ աշխարհի, որ իրոք ուղեղով են, իհարկե ունենք մենք լաչառուշկեքից, ու մայրերը, որոնք մայրեր ասում են, որոնք պետքա ձեռքերը պարզած աղոթեն, որպես այդ լույսը գա ու Ադրբեջանը, Թուրքիայը, ինչքան վհու կլինի, ընդեղ իրանք կկործանվեն։ Եղավ Տիկին Լուսիա, շնորհակալություն իսկապես ձեր Աստված հերթական բոլորիս բացառիչի համար։ Սիրելի բարեկամներ, այսօր էլ մենք անկեղծ զրույց ունեցանք աստղաբան հոգեբան Լուսիա Հակոբյանի հետ, ում հետ արդեն մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուղիղ մեկ շաբաթ անց։ Իսկ այսօր այսքանը մնացեք լավատես եւ աղոթեք, աղոթքը շատ կարեւոր է։ Այսօր այսքանը, ցտեսություն։ Առաջինը Հայաստանում Nest կուտակային ամենամեծ համակարգը, որի շնորհիվ կարող եք կուտակել միավորներ ձեր ավտոմեքենայի ամենօրյա ծախսերից, պարզապես օգտվելով բոլոր այն բենզալցակայաններից, գազալցակայաններից ու ավտոտեղ սպասարկման կետերից, որտեղ փակցված կլինի Nest տարբերանշանը։ Դե իսկ կուտակված միավորներով կարող եք կազմել ապահովագրական պայմանագիր։ Շտապեք ձեռք բերել ձեր Nest քարտն անվճար, զանգահարելով 060 540 540։